Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-ռուսական լայնածավալ ներխուժման 1146-րդ օրն է։ Որոշեցի աշխատանքային շաբաթվա սկզբին ձեզ համար կարճ եթեր կազմակերպել։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ցավակցությունների եւ մոտիվացնող մեկնաբանությունների համար։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է ցանկացած ոլորտում։ Նաև շնորհակալություն ձեր լայքերի, ալիքին բաժանորդագրությունների եւ մեր հաղորդումների տարածման համար։ Իդեպ ես նկատեցի, որ դեռ շատերը ալիքը դիտում են առանց բաժանորդագրության։ Խնդրում եմ ձեզ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել ալիքին, բաժանորդագրվեք, դա օգնում է YouTube-ին առաջարկել մեր եթերը ավելի մեծ լսարանին։ Դաժան բախումներ են տեղի ունենում ռազմաճակատում, ուկրաինական զորքերը հատուկ եռանդով վրեժ են լուծում Սումի քաղաքում խաղաղ բնակիչների մահվան համար։ Գրեթե բոլոր ուկրաինական ստորաբաժանումները ծաղկազարդի օրը Սումիում քաղաքացիական զոհերի համար հարվածներ են հասցրել հակառակորդին։ Մեր Telegram-ի ալիքում շատ դիտարժան կադրեր կան, կարող եք վայելել։ Իմ կարծիքով ամենադիտարժան հարվածները հակառակորդին հասցվել են հենց Բելգրադի մարզում, բայց ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, միգուցե ձեզ այլ հարվածներ դուր գան։ Ասեմ, որ այսքանով չի սահմանափակվելու եւ դեռ նաեւ նոր հարվածներ կլինեն թշնամուն եւ դեռ երկար կհիշեն Սումի խաղաղ բնակչության հրթիռակոծումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 158 մարտական բախում Ուկրաինայի պաշտպանության ուժերի եւ ռուս զավթիչների միջև։ Ուկրաինայի պաշտպանության բանակի ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին խոցել են ռուս զավթիչների անձնակազմի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 տարածք։ Անցած 24 ժամվա ընթացքում թշնամին կորցրել է 1310 զինվոր։ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկզբից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են 933980 մարդ, գրեթե 934000, բայց սա ամենը չէ, նաև մեկ օրվա ընթացքում ավելի քան 400 միավոր զինտեխնիկա է կորցրել ռուսական բանակը, ավելի ստույգ 422 միավոր։ Այս ամենի մասին ապրիլի 14-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Ապրիլի սկզբից ռուս զավթիչները Ուկրաինայի դեմ օգտագործել են 2800-ից ավել ավիառումբ, ավելի քան 1400 գրոհային դրոններ եւ մոտ 60 հրթիռ։ Այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Իմ անունից հավելեմ, որ այդպես է լինում, երբ ոչ կոմպետենտ քաղաքական թիմերը, քաղաքական գործիչները ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն փորձում են զբաղվել հաշտարարությամբ։ Եսի նկատի ունեմ Թրամփին եւ նրա թիմին։ Ռազմաճակատում դաժան պարտության ֆոնին ռուսները գիշերը նորից հարձակվեցին Ուկրաինայի խաղաղ քաղաքների եւ գյուղերի վրա եւ տասնյակ մարդկանց վնասվածքների եւ մահվան պատճառ դարձան։ Ի տարբերություն ռուսների, ուկրաինական դրոններն ու հրթիռները ոչնչացնում են Ռուսաստանի տարածքում բացառապես ռազմական թիրախներ եւ թշնամու զինվորական անձնակազմ։ Լավ կլիներ իհարկե, որ մեր գործընկերները ավելի օպերատիվ լինեին Ուկրաինային զենք եւ զինամթերք տրամադրելու հարցում, հատկապես զենքի արտադրության ոլորտում, ինվեստիցիաների ոլորտում։ Այս ֆոնին Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Եվրոմիությունը տրամադրել է Ուկրաինային անհրաժեշտ զինամթերքի 2/3-ը։ Իհարկե լավ կլիներ, որ ամբողջը, բայց դա չեղածից լավ է, շնորհակալ ենք։ Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը ֆինանսներ է տրամադրել ժամանակակից ուկրաինական հեռահար զինատեսակների արտադրության համար։ Այս մասին երկուշաբթի ապրիլի 14-ին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսական հարվածների ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ամերիկայից գնել 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր 15 միլիարդ դոլարով։ Իր հերթին արտգործնախարար Անդրեյ Սիբիգյան հայտարարել է, որ Ուկրաինան մշակում է հակաօդային պաշտպանության սեփական ռազմավարական համակարգը։ Սիբիգան առաջարկել է եվրոպական երկրներին ներդրումներ կատարել ուկրաինական հոբ համակարգի մշակման մեջ եւ դրա ներդրումն արագացնելու համար պետք են արագ որոշումներ, Քաղաքական թեմաներից ուզում եմ առանձնացնել ամերիկյան CBS News-ի Ուկրաինայի նախագահի հետ կազմակերպած հարցազրույցի անփույթ ներկայացումը, որտեղ Զելենսկու անունից լրագրողները ասում էին, իբր 100,000 ուկրաինացի զինվոր է սպանվել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հերքել է այս թվերը, նշելով, որ այդ թիվը հնչում է ամերիկյան CBS News հեռուստաալիքի ձայնային վերարտադրության արդյունքում, այլ ոչ թե Զելենսկու կողմից է ասվել։ Ռուսերեն ասած «Զակադրովի տեքստն է», Եվրամիությունը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները պատանդառության համար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել էր իտալացի լրագրող Սեսիլիա Սալային, ով հաղորդում էր պատրաստում Իրանից։ Իդեպ Իրանի մասով նկատում են, որ մեկնաբանություններում Փաշինյանի կողմնակիցները փորձում են արդարացնել Իրանի հետ Հայաստանի չափից շատ սերտ համագործակցությունը, այսպես կոչված եղբայրական հարաբերություններով։ Իմ կարծիքով սա ինքնախաբեություն է, եւս կոչ եմ անում այդպես մտածողներին ապացուցել, որ Իրանը եղբայրական երկիր է, եւ օրինակ իրենց անձնական մեքենայով գնան Իրանի որևէ քաղաք կամ հանգստավայր իրենց հանգիստը վայելելու։ Բա եթե եղբայրական երկիր է ձեր մեքենայով, գնացեք Իրանի տաք ծովերը հանգստանալու, ինչու եք միայն Քոբուլեթի եւ Բաթումի գնում։ Ցավոք սրտի Հայաստանի քաղաքացիները չեն կարող ազատ մասնավոր տեղաշարժ կատարել Իրանում սեփական մեքենաներով, իսկ օրինակ Վրաստանի դեպքում հայկական առևտրային եւ անհատական մեքենաները ազատ են շարժվում։ Նաև վտանգավոր պատրանքների տիրույթից են նկատում, որ հայ-իրանական վերջին զորավարժությունները ընկալվում էին որպես հակաադրբեջանական։ Դա իշխանամետ այսպես կոչված մեկնաբաններն էին անում, եթե որևէ մեկը մոռացել է, հիշեցնեմ, որ Իրանը վերջերս խոշոր զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ։ Կարող է ադրբեջանցիների հետ էլ հակահայկական տրամաբանության մեջ էր զորավարժվում Իրանը։ Գիտեմ, որ եթերս դիտում են այսպես կոչված մեկնաբանները, այդ իսկ պատճառով ասում եմ, որ դուրս եկեք պրիմիտիվ դաշտից եւ մի խաբեք հայ ժողովրդին։ Ես նաև վտանգավոր ինքնահանգստացնող հայտարարություններ եմ նկատում ԱՄՆ-ի վերաբերյալ, իբրև Ալիևը վախենում է Թրամփից եւ զերծ է մնում ագրեսիայից։ Սա չափազանց վտանգավոր սուտ է, որը կեղծ ակնկալիքներ է ստեղծում Միացյալ Նահանգներից։ Ամերիկան իհարկե բարեկամ երկիր է, բայց Թրամփի օրոք Կովկասի տարածաշրջանը ոչ մի կերպ առաջնային չէ Միացյալ Նահանգների համար։ Հատուկենտ Ռուբիոյի հայտարարություններին պետք չէ խաբնվել։ Քանի ԱՄՆ-ում Թրամփն է նախագահ, Հայաստանի միակ վստահելի գործընկերը Արևմուտքում մնում է Եվրամիությունը եւ Եվրամիության մաս կազմող առանձին երկրները։ Այս ուղղությամբ է պետք աշխատել։ Միջելոց Պուտինի համար վատ ապագայեն կանխատեսում փորձագետները Goldman Sachs վերլուծաբանները նվազեցրել են նավթի գների իրենց կանխատեսումները 25 եւ 26 թվականների համար, պատճառաբանելով պահանջարկի աճի դանդաղեցումը OPEC-ի երկրների կողմից արդյունահանման ակնկալվող աճով նաև։ Այս մասին հայտնում է Reuters-ը, Ներդրումային բանկի նոր հաշվետվության համաձայն 25 թվականին Brent տեսակի նավթի միջին գինը ակնկալվում է 1 բարելի դիմաց $63, նախկինում $69 դիմաց, իսկ 26 թվականին $58, նախկինում $62 դիմաց։ Իմիջիայլոց նաև ամերիկյան նավթն է էժանացել։ Հիշեցնեմ, որ այս գինը զգալիորեն ցածր է Ռուսաստանի բյուջեում ներառվածից, ինչը նշանակում է եւս մեկ ուժեղ հարված Պուտինի եկամուտներին։ Այսօրվա համար այսքանը, շատ չի երկարացնեմ, երկուշաբթի երեկո է, ձեզ լավ երեկո եմ մաղթում եւ ամենայն բարիք, կտեսնվենք։